Կաթողիկոսին հանգստի կոչելու պահանջով 10 եպիսկոպոսի նախաձեռնությամբ մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Մայրաթորում։ Երեկոյան ժամերկությանը այնտեղ էին հավաքվել նաև կաթողիկոսի կողմնակիցները։ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Ռադար Արմենիայի հետ զրույցում անդրադառնալով կատարվածին նշեց, որ այն եկեղեցի պետություն հարաբերությունների մասին չէ։ Ըստ նրա, եկեղեցի պետություն հարաբերությունները կարգավորվել են Հայաստանի սահմանադրությամբ, որը ամրագրում է եկեղեցու դերը եւ անկախությունը։ Հայ ազգային եզակի համահայկական կառույցի դեմ արշավ է, որպեսի այն ջլատի, որպեսի այն դերակատարությունը, որ ունի հայ առաքելական եկեղեցին, հայ հասարակության կյանքում, հայ ժողովրդի կյանքում, այդ ամենը դարձնի զրոյական։ Պատգամավորի խոսքով եկեղեցու դեմ արշավի ժամանակագրությունը շատ խորհրդանշական է։ Ինքը համընկնում է այն փուլի հետ, երբ որ ի հեճուկս այսօրվա Հայաստանի իշխանության քաղաքական խմբակի հայ առաքելական եկեղեցին բարձրաձայնում էր մեր ժողովրդի ազգային արժեքների պաշտպանության հարց եւ խոսեց Արցախի հայության իրավունքների, Արցախի տարածքում հայկական պատմական, քրիստոնեական արժեքների Ադրբեջանի կողմից ոչնչացման մասին միջազգային հարթակներում։ Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը նշեց, ստեղծված ճգնաժամը հնարավոր կլինի հաղթահարել, եթե խնդիրները բարձրաձայնեն հոգևորականները, որոնք եւ լինելու են այդ խնդիրների հանգուցալուծողները։ Ի վերջո եկեղեցականներն են, որ պիտի լուծումներ գտնեն, եւ դրա համար նաեւ շատ կարևոր էր, որ այս փուլում մենք եպիսկոպոսներ ունեցանք, որոնք խնդիրների մասին իրենք խոսեցին։ Գեղամ Մանուկյանի խոսքով եպիսկոպոսների հայտարարությունը երեք որևէ մեկը չտեսավ, բայց դրա մասին իմացան լրատվամիջոցներից։ Իշխանությունը փորձեց, այսպես ասեմ, ստվերային աշխատանք իրականացնել, հայտարարել դա ներեկեղեցական հարց է, մենք գործ չունենք, բայց այն ինչ որ երեք տեսանք Մայրաթորի տարածքում, դա ընդհանրապես եկեղեցական հարց չէր։ Ըստ Բաբաջանյանի մտահոգությունները, որ ամիսներ շարունակ հնչել են երկրի իշխանությունների կողմից, ընդհանուր ընկալում են գտել 10 եպիսկոպոսի մոտ։ Այս 10 եպիսկոպոսը ասել են այո, իրենք էլ ունեն հիմնավոր կարծես թե կասկածներ ընդհուպ միջև համոզում, որ եկեղեցին արտաքին որոշ օրակարգերի սպասարկող է դարձել։ Գեղամ Մանուկյանը նշեց, որ Մայրաթորի տարածքում սովորաբար այլ խորհուրդ է եւ երեք այլ զգացումներ եղան։ Ես չեմ պատկերացնում այն ահավոր պատկերը, որ մենք ունենալու ենք, եթե մեր հազարավոր հայրենակիցներ երեք Մայրաթորում չլինեին։ Արման Բաբաջանյանը հույս ունի, որ օր առաջ եկեղեցում իրավիճակը կհանգուցալուծվի։ Օրինակ, կաթողիկոսին թույլ չեն տա միանձնյա որոշել, թե հոգևոր եկեղեցական խորհրդում պիտի լինի այս եպիսկոպոսը, թե այն եպիսկոպոսը։ Կարգ պիտի լինի։ Այդ մարդիկ ինչպես են հայտնվել այնտեղ եւ ինչի արդյունքում են օրինակ իրենք դուրս դրվել այնտեղից։ Նա ընդգծեց, որ այդ միանձնյա որոշումները սրում են եկեղեցում տիրող իրավիճակը եւ ավելի մեծ անհրաժեշտություն ստեղծում, որ այդ փոփոխությունները շուտ լինեն։ Լիլիթ Աբրահամյան, Սարգիս Հակոբյան, Ռադար Արմենիա։